Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, ԱՄՖ-ում մեկնարկում է հերթական խաղային շաբաթը եւ այս խաղային շաբաթը լինելու է վերջինը այս տարվա ընթացքում։ Այս շաբաթ միանգամից երկու գավաթակիր մենք կունենանք, առաջին դիվիզիոնը եւ գավաթի խաղարկությունը մոտենում են ավարտին եւ Ադանան ու Վենեցիան անցկացնում են արդեն իրենց 25-րդ վերջին հանդիպումը առաջին դիվիզիոնում։ Մենք մեկնարկեցինք ամռանը Եվ հիմա արդեն մոտեցել ենք մրցաշրջանի վերջնամասին։ Վենեցիան այսօր պետք է պարտադիր հաղթանակ տոնի եւ հուսա, որ Եղվարդը իր տարվա վերջին խաղում կձախողվի, քանի որ միայն այդ դեպքում կարող է Վենեցիան հռչակվել առաջին դիվիզիոնի չեմպիոն։ Տեսնենք ինչ կլինի, իհարկե ոչինչ հստակ չէ, նույնիսկ այսօր Վենեցիայի հաղթանակը իհարկե ոչինչ չի որոշելու, գլխավորը Եղվարդի հանդիպումն է, բայց այսօր միավորների կորստի դեպքում ամեն ինչ կավարտվի առաջնությունում, այնպես որ դա շատ կարևոր է, այնպես որ Վենեցիան չպետք է այսօր միավոր կամ միավորներ կորցնի։ Եկեք ծանոթանանք թիմերի հայտարարություններին, Ադանայի դարպասը այսօր նշված է, որ պաշտպանում է Արտաշես Թովմասյանը, Ամարիոտն է, նաև թիմի ավագն է, Տիգրան Շեկոյան 2, Վովա Պողոսյան 3, Արթուր Ղարիբյան 4, Դավիթ Թմոյան 8, Սարգիս Կիրազյան 9, Լևոն Թոպալ-Քարաջյան 10, Արսեն Բարոյան 15 եւ Տիգրան Մխիթարյան համար 22։ Վենեցիայի դարպասը Դավիթ Աղաջանյանն է պաշտպանում համար 35, Վաչիկ Մելքոնյան 3, Էդվարդ Հարությունյան համար 7, Հարություն Բալայան 10, Դավիթ Ոսկանյան 11, Վլադիմիր Դարփինյան 19, նա Վենեցիայի ավագն է, Նարեկ Դավթյան 77 եւ Էդգար Մելիքյան 99, այսօր չկա Կուդրյաշովը եւ այդ իսկ պատճառով հավաքի պարտականությունները նշված է, որ Դարփինյանն է կատարում։ Կփորձի Վենեցիան իհարկե փակել այդ բացակայությունը, բայց ավելի այսպես ասած խոշոր կորուստ ունի Ադանան, քանի որ հիմնական դարպասապահ չկա եւ ստիպված է թիմի պաշտպան Արտաշես Թովմասյանը փակել դարպասն այսօր, որքանով կհաջողվի դա կտեսնենք, այն որ դժվար է ու բարդ է լինելու դա հաստատ, քանի որ Վենեցիան սիրում է շատ գրոել, ու տեսնենք այս ամենի հանրագումարում ինչ կստացվի։ Կա մրցավարի սուլիչ հանդիպումը մեկնարկած է եւ տեսնենք ինչպես է դասավորվելու այս մրցավեճը, գնդակը Վենեցիայի ֆուտբոլիստների մոտ է, Շեկոյանը ուղարկեց դեպի Թմոյանը, Կիրազյան, Թմոյան դեպի ձախը, տեղափոխում գնդակը եւ այստեղ Ոսկանյանը հաջող գործեց, պաշտպանվելիս խլում է գնդակը Վենեցիայի ֆուտբոլիստը, այսօր նշեմ, որ երկու հանդիպում ունենք նախատեսված եւ զուգահեռ նաեւ վաղը գավաթի խաղարկությունը կշարունակվի, վտանգավոր է, սխալվում է Ղարիբյանը, Հարությունյանը հետևեց, հարվածի փորձ եւ դարպասաձողին է դիպչում գնդակը Շատ սուրանկյունից վտանգավոր փորձ հետևեց եւ կարող էր բացվել այս հանդիպման արշիվը ու սխալվում է Ղարիբյանը պաշտպանությունում, Հարությունյանը հեռվից փորձեց, շատ քիչ է Ղարիբյանը սխալվում, հատկապես նմանատիպ սխալների մասին է խոսքը, բայց այս դրվագում եղավ ու բախտ իսկապես ժպտում է Ադանային, քանի որ Հարությունյանի հարվածից հետո դարպասաձողն է օգնությանը հասնում Ադանային եւ Կիրազյանն է աչի եզրում գնդակով փորձում է գնալ առաջ Ադանան Խլում են գնդակը Վենեցիայի ֆուտբոլիստները եւ փորձում եզրով առաջ շարժվել Դավթյանը։ Արձագանքում է եւ փորձեց ավելի կենտրոն ուղարկել գնդակը Հարությունյան ձախ եզրում է Էդվարդ Հարությունյանը Շեկոյանն է դիմավորել մրցակցին մեկը մեկի հետ պայքարի մեջ է Հարությունյանը պահում է գնդակը, բայց Շեկոյանը ամեն դեպքում հեռացրեց ու եզրային նետում կտեսնենք ներողություն Խաղարկեց եզրային նետումը Վենեցիան, Թմոյան, խլեց գնդակը և փակում է Բալայանը մրցակցի ու գնդակի ճանապարհը եզրից կնետեն Ադանայի ֆուտբոլիստները, փոխանցում դեպի Մխիթարյանը, վերջինս հետ է գլորում գնդակը Ղարիբյանի ուղղությամբ, դեպի Շեկոյանը ձախ եզր, բայց չափազանց անհարմար փոխանցում, իհարկե Շեկոյանի համար ստացվեց ու եզրից Վենեցիայի ֆուտբոլիստները կնետեն Մելքոնյանը հետ է ուղարկում գնդակը դարպասապահ Աղաջանյանին Վերջինս գլորում է դեպի Դարփինյանը ձախ եզր, լավ տեղափոխեց գնդակը Վենեցիան եւ արդեն արձակման ձախ եզրից է փորձում առաջանալ այդ փոխանցում նորից դեպի դարպասապահ Աղաջանյանը, սա փորձ է մրցակցին իհարկե առաջ բերելու եւ Ադանան չի հրաժարվում բարձր պրեսինգից եւ հաջողում է ոչ Չհաջողեցին, խլում է գնդակը մրցակցից Վենեցիան եւ հիմա կշարունակեն իրենց գրոհը կարելի ասել Դարփինյանը դեպի ձախ ուղարկեց Դավթյանը պահել այս գնդակը չկարողացավ
Շեկոյան ձախ եզրում է։ Խանցում հետևեց առաջ, Մելքոնյանը թողնում է գնդակը Ոսկանյանին, աջ եզրում Բալայան։ Շեկոյանն այստեղ հաջող գործեց, ձախ եզրում է, չստացվեց առաջ շարժվել։ Վենեցիայի ևս մեկ գրոք է հետևենք, Արաժե Մադանան առաջին դրվագից հետո շատ թույլ չի տալիս մրցակցին, Վենեցիան դեռ պա չի ստեղծել, բայց ընդամենը 3.5 րոպե անցել իհարկե հանդիպման մեկնարկից, բնականաբար էլի պահեր լինելու են, Աղաջանյան գլորում է գնդակը ձախ եզր և հեռացված է, կարելի ասել, գնդակը փոխանցման տեսքով Պողոսյան և Բալայանն է այստեղ տիրում գնդակին ու կփորձի շարժվել առաջ, փոխանցում աջ եզր և Թոփալ Կարաջյանի ճնշումն օգնեց այստեղ Շեկոյանին գնդակ խլել Արությունյան, բայց հասնել չի ստացվում գնդակին եզրից Ադանան կնետի։ Արիբյան փոխանցում աջ եզր, Պողոսյան դեպի Կիրեզյանը աջ եզր, երկարատև գրո է և պրեսինգ այստեղ ու գնդակի խլում խախտում չի տեսել մրցավարը, Դարփինյանը հաջող գործեց այստեղ և Մխիթարյանի հետ պայքարում կար խախտում միջև Տուգարային հրապարակը և մրցավարը Տուգարային է նշանակում շատ հարմար և նպաստավոր դիրքում։ Սա շանս է իհարկե Ադանայի ֆուտբոլիստների համար, Մխիթարյանը հաջող գործեց, նրան փակել փաստացի կարողացան, բայց միայն խախտման գնով Ադանայի դեմ պայքարում Վենեցիայի ֆուտբոլիստները և ստանդարտ, տեսնենք ինչպես կստացվի իրացումը։ Կա մրցավարի սուլիչը, Ղարիբյան, տեսնում ենք հարված, պատը հետ է մղում, ևս մեկ փորձ փակում են պաշտպանները և հեռացնում գնդակը։ Եզրային նետում, աջ եզրում է գնդակը, Ղարիբյան, Բալայանը նորից հեռացնում է և այստեղ խախտում է արձանագրում մրցավարը Ղարիբյանի կողմից, Բալայանի հետ պայքարում և գնդակը անցնում է Վենեցիային։ Կխաղարկի Դարփինյանը։ Օթային փափուկ փոխանցում դեպի Արությունյանը, լավ անցում է և կարող է բացել հաշիվ Արությունյանը 1-0 որակ ցույց տվեց իհարկե Արությունյանն այստեղ շատ լավ անցում սկզբում Շեկոյանի դեմ 1-1-ի հետ պայքարում, հետո դարպասապետ պայքարում ճիշտ գործեց և Վենեցիան խփում է այս հանդիպման առաջին գնդակ, այո, այն փոխանցումը ինչին և սպասում է Արությունյանը, նմանատիպ փոխանցումներն են և գերազանց եզրափակում եք տեսնում 1-0 Վենեցիան ամեն դեպքում բացում է այս հանդիպման հաշիվը և երկարացնում չեմպիոնական շանսերն առայժմ շատ դաժան է պատկերն իրականում Վենեցիայի համար միշտ է այդպես, երբ ամեն ինչ կախված է մրցակցից, հատկապես երբ դու հաջող մրցելույթներ ես ունենում և Վենեցիան փաստացի Եղվարդին հաղթելուց հետո մինչև այս պահ անդադար հաղթանակներ է տոնում, բայց այնքան շատ միավորներ է Եղվարդը կուտակել, որ նույնիսկ դա չի օգնում մինչև վերջին տուրը Եղվարդը մեծ շանս ունի չեմպիոն դառնալու և հիմա Մելքոնյանն է գնդակով խորքից փոխանցում առաջ դարպասապահ այստեղ տիրում է գնդակին։ Եղվարդն իրականում ոչ ոքի չպետք է խաղա, պարտադիր պետք է հաղթի, ասեմ ինչու, երկու միավորի տարբերություն է, եթե Վենեցիան հաղթում է մեկ միավորով ժամանակավոր շրջանցում է մրցակցին, իսկ ոչ ոքի դեպքում կհավասարվեն թիմերը միավորներով, իսկ Վենեցիան ունի առավելություն, քանի որ Եղվարդի հետ առաջին խաղում պարտվել են 0-1 հաշվով, հետո հաղթել են 5-1 հաշվով, այսինքն գոլերի ահռելի տարբերությամբ դիմակայությունում ունեն առավելություն, այնպես որ պետք է Եղվարդը նույնպես հաղթանակ տոնի։ Արությունյան աջ եզրում է, նույնը այսօր ոչ ոքի դեպքում Վենեցիայի կդառնա մեկ միավորի տարբերություն և Եղվարդը մրցաշրջանի ավարտից կամ վերջին տուրում, փաստացի այո, ամեն դեպքում վաղաժամ չեմպիոն չենք տեսնի, գոնե մեկ տուր պետք է մնացած լիներ, ինչպես եղավ բարձրագույն դիվիզիոնում, որտեղ Արմավիրը ճիշտ է էլի վերջնամասում, էլի շատ ուշ, բայց միևնույն է ավելի ուղիղ վաղաժամ չեմպիոն դարձավ և անդրադարձ այստեղ հասցնում են հեռացնել գնդակ Ադանայի պաշտպանները
Բայց փաստ չէ, որ Ադանան հանձնվելու է, այնպես որ կփորձեն իհարկե մրցակցի համար խնդիրներ ստեղծել։ Միշտ էլ հաճելի է իհարկե առաջնության երկրորդ տեղի հետ հավասար ֆուտբոլ խաղալը, լավ ֆուտբոլ խաղալը, ինչու ոչ, միավորի համար պայքարելը։ Լավցյանը ձախ եզրում է, բայց գնդակը պայել չստացվեց։ Եվ եզրից կնետի Վենեցիան։ Հարությունյան տեսնում ենք օթային փոխանցում առաջ եւ Արպասապահը վերցնում է այստեղ գնդակը։ Ուժեղ փոխանցում առաջ արձակման աճ եզրում է գնդակը, հիմա արդեն կենտրոնում եւ փրկում է այստեղ դրությունը Արպասապահը եւ պետք է հեռացնել գնդակը, այդպես էլ անում է Ադանայի պաշտպանը եզրային նետում կլիրի Վենեցիայի ֆուտբոլիստները կնետեն եզրից։ Խաղարկում է գնդակը։ Վենեցիան եւս մեկ գրոյի է նետվել, լավն է փոխանցում, հետևեց հարված Հարությունյանից փակում են։ Պաշտպանները եւ Ադանան փորձում է անցնել արագ հակագրոյի, տեսնենք ինչպես են կստացվի։ Ձախ եզրում է գնդակը, Թոփալ Քարաջյանը թողնում է Շեկոյանին գնդակը, այստեղից փոխանցում առաջ, մնում է գնդակով առայժմ, մրցակցի հետ պայքարում Վենեցիան, աջ եզրում է, և դա Արպասապահ Թովմասյանը տիրեց գնդակին, Հարիբյան գլորում է դեպի Կիրազյանը, աջ եզր, Թմոյան, դեպի Կիրազյանը նորից, Այս գնդակին հասնել չստացվեց Աղաջանյանը մի փոքր անհարմար փոխանցում ստացավ, բայց միևնույն է ազատվել գնդակից ստացվեց Դավթյան լավ փոխանցում էր դեպի Հարությունյանը, նորից հաջող է գործում եւ նորից գրավում Դարպասը հերթական անգամ 1-1-ի դեմ պայքարում Հարությունյանը շրջանցում է Շեկոյանին եւ շատ ճիշտ գրագետ դադար պահում Այստեղ էլ իհարկե Դավթյանի փոխանցման մասին կարելի է խոսել, բայց սա արդեն հղկված գործընթաց է Վենեցիայում իհարկե ֆուտբոլիստները այս ամենը շատ լավ են կատարում դեպի Հարությունյանը այս փոխանցումները ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ ենք տեսնում իհարկե Վենեցիան իդեպ մեր նոր Չեմպիոնների լիգայի ձևաչափով անցկացվելիք մրցաշարին հայտավորվել, այնպես որ դեռ կհասցնենք այս համագործակցությունը Վենեցիայի մենք տեսնել դեպի Հարությունյանը շատ ու շատ փոխանցումները լավ էր մտածված չանցավ ամեն դեպքում Ղարիբյանը լավ է պաշտպանվում Կիրազյան Դարփինյանը դիմավորեց մրցակցին եւ դեպի ձախ է փոխանցում Ղարիբյանը կարողացավ այստեղ տիրել գնդակին աջ եզրում է եւ Բալայանն այստեղ տիրեց գնդակին ու դեպի Հարությունյանը նորից փոխանցում եկա բայց այս անգամ Մշակել գնդակը Էդվարդ Հարությունյանը չկարողացավ Վենեցիայի լավագույն ռմբարկուն, առաջնության երկրորդ ռմբարկուն եւ նետվում են առաջ Ադանայի ֆուտբոլիստները լավ էր տեսել Բարոյանը, բայց կարդաց փոխանցումը Բալայանը ու փակեց դեպի ձախ եզր ամեն դեպքում գնդակ գալիս է Թոփալ Քարաջյան եւ հեռացված է գնդակը Վենեցիան առայժմ պատրաստ է այսպիսի փորձերին Շեկոյան տանում է գնդակը արվածում հերվից, բայց Բարձր ստացվեց այս փորձը։ Ուժեղ փոխանցում ենք տեսնում առաջ։ Աղարկեց գնդակը Վենեցիան, Հարությունյան Դարփինյան հետևեց փոխանցում, փակում է Մխիթարյանը եւ Մելքոնյանից հրաշալի սահանքում, որը ստացվեց փոխանցում Օսկանյանը դեպի ձախ եզր է ուղարկում գնդակը եւ ֆերվից սպորտ փակված է Արպասապահ Թովմասյանը հաջող գործեց
Պողոսյան։ Եվ Ղարիբյանը եզրով առաջ ուղարկեց գնդակը, Մխիթարյանը փորձում է հասնել, պայեց գնդակը, բայց ոչ երկար ժամանակով ամեն դեպքում անկյունային կլինի։ Օթային փոխանցում է տվեց, Աղաջանյանը տիրում է գնդակին, փոխանցում դեպի Հարությունյանը ձախ եզր, ընդունեց գնդակը, փոխում է գրոյողությունը, օթային փոխանցում դեպի Ոսկանյան աջ եզր, նորից Շեկոյանը, բայց այս անգամ 1-1 հետ հաջող է գործում Շեկոյանը եւ հեռացնում գնդակը, ճիշտ է Հարությունյանը մոտեցել էր, փորձեց խլել, ինչը չստացվեց, բայց խլում են ամեն դեպքում Վենեցիայի ֆուտբոլիստները եւ միանգամից կորցնում գնդակը դեպի ձախ եզր, Թոփալ Կարաջյան հասնել գնդակին, ավաղ չստացվեց այստեղ եւ եզրային նետում կլինի։ Եվ տեսնենք հերվից արված հետևում Աղաջանյանը հեռացրեց, Մխիթարյանը կարող է ավելացնել եւ ինչը այստեղ գերազանց սահանկում Բալայանից, եթե չկար խաղաղտում, ապա իդեալական սահանկում էր սա եւ մրցավարը ակնհայտ ցույց տվեց, որ չկար 11 մետրանոց, սովորաբար այդպես ցույց տալուց հետո մրցավարական բնավորությունը կարծում եմ չի էլ դիտի կրկնապատկերը մրցավարը, հստակ ցույց տվեց, որ խաղաղտում չկար։ Ղարիբյան եւս 1 գրով։ Ադանայից այնպես չէ, որ Ադանայի մոտ չի ստացում, միանշանակ ստացում է, բայց կամ Աղաջանյանն է հաջող գործում, կամ Ադանան հենց ինքը իր պահը չի կարողանում հաջող եզրափակել։ Ավելի սուր գործողություններ են պետք, ավելի չոր եւ ավելի հստակ, այլ տարբերակով չես կարող Վենեցիայի դարպասը գրավել իհարկե։ Բալայանն է փորձում եւ հարված դարպասից կլինի։ Եզրային նետում խաղարկեցին գնդակը։ Վենեցիայի ֆուտբոլիստները Մելքոնյան փոխանցում դեպի դարպասապա Աղաջանյանը, Արփինյան ձախ եզրում է, փոխանցում հետևեց եւ հրաշալի շարունակություն է տալիս Վենեցիայի ֆուտբոլիստը, տանգավոր է, լավ փոխանցում էր եւ հասցրեց Թոփալ Կարաջյանը, հետո էլ Թովմասյանը հեռացրեց գնդակը եւ Շեկոյանը ձախ եզրում է, փոխանցում Բարոյանի ուղությամբ Վասկանյանը ճնշում է մրցակցին, փորձում է խլել գնդակը, բայց Բարոյանը թույլ չտվեց։ Այս հետաքրքիր էր։ Թվում էր թե մրցավորը կսուլի, բայց այդպես էլ չսուլեց 100%-ով։ Շատ բարդ է իրականում, այսպես պայքարելը, որ երկու կողմից էլ խաղաղտում չլինի, բայց փաստացի չկար խաղաղտում։ Ոչ Վասկանյանը, ոչ էլ Բարոյանը չէին խախտել խաղի կանոնները։ Փոքր հոկեյի պայքարի նմանվեց այս ամենը գնդակի համար, բայց ամեն դեպքում չկար խաղաղտում։ Մելքոնյանն է աջ եզրում, ով վերջերս գոլի հեղինակ կարողացավ դառնալ, նրա գոլի շնորհիվ Վենեցիան 3 միավոր վաստակեց։ Հարությունյան աջ եզրում է, տեսնենք ինչ է մտածել, հետևեց փոխանցում, փակում է Շեկոյանը, նորից Հարությունյան եւ դեպի Ղարիբյանը փոխանցում հետևեց Թմոյան, փոխանցում դեպի ձախ եզր, Ղարիբյան, օթային փոխանցում դեպի Տուգանային հրապարակ եւ Աղաջանյանը վերցնում է այստեղ գնդակ ու նետում դեպի Դավթյանը ձախ եզր, Պողոսյանը հեռացնում է, բայց եւս 1 գրոհ կլինի ամեն դեպքում։ Բայց չի ստացվում։
Թմոյան անդրադարձ այստեղ և հեռացվում է գնդակը Ղարիբյան պահում է գնդակը Ադանայի պաշտպանը փոխանցում դեպի ձախ եզր Մխիթարյան հետևեց փոխանցում անդրադարձ Հարությունյանն է նահանջել տիրեց գնդակին Հրաշալի է գործում, շատ լավ է իրեն զգում դաշտում Հարությունյանը, շատ թեթևությամբ է իհարկե գործում և դա նկատելի է նույնքան թեթևությամբ նաև Ոսկանյանն է դաշտում աշխատում, ով այսօր դեռ լուռ է, հետաքրքիր է, որ Ոսկանյանից սովորաբար մենք ավելին ենք տեսնում, այսպես ասած կոնկրետ առանձնանում է շատ հաճախ Ոսկանյանը դաշտում, բայց իհարկե միշտ չէ, որ դա կարող է այդպես լինել, ամենայն դեպս այս խաղակեսում դեռ այդքան ակտիվ չէ և ինչու է այդպես, քանի որ Ոսկանյանը արդեն ապացուցել է, թե ինչի է ընդունակ և եթե մեկ այլ ֆուտբոլիստի դեպքում օրինակ նույն աշխատանքը շատ ահռելի և մեծ աշխատանք կդիտվեր, ապա Ոսկանյանի պարագայում նա արդեն բարձրացրել է նշաձողը իհարկե և ավելին է ակնկալվում բնականաբար, բայց Վենեցիայի իհարկե միտքը այսօր Վենեցիայի տրամադրությունն էլ պետք է հասկանալ իհարկե Օթային փոխանցում ամեն ինչ կախված է իր գլխավոր մրցակցից, պատկերացնում եք, սկզբունքային մրցակցից է ամեն ինչ կախված։ Պետք է հուսան, որ Եղվարդը կպարտվի վերջին տուրում, կամ ոչ ոքի կգրանցի Բարոյան։ Օթային փոխանցում, Տոպալ Կարաջյանը արված, նորից չկա 11 մետրանոց։ Դժգոհում են Ադանայի բոլոր ֆուտբոլիստները մրցավարից։ Ղարիբյան խլեց գնդակը Դավթյանից։ Ղարիբյան և Վաղաջանյանը վերցնում է այստեղ գնդակը, ուժեղ նետում առաջ, Հարությունյան, ձախ եզրում է Հարությունյանը, օթային փոխանցում դեպի աչի եզր Դավթյան, օթային փոխանցում հետևեց, Ղարիբյանը հեռացնում է գնդակը դեպի Մխիթարյանը, բայց իջեցնել չստացվեց, Շեկոյան, փոխանցում ձախ եզր, Տոպալ Կարաջյան, պահում է գնդակը, Թմոյանի է տեղահարկում, Տոպալ Կարաջյան, Հարությունյանը ուղարկեց գնդակը Դավթյանին աչի եզր, Հարությունյան, հետ փոխանցում դեպի Աղաջանյանը եկեք ֆիքսենք, որ մրցավարը դադարի ընթացքում դիտելու է, քիչ առաջ տեղի ունեցած դրվագի կրկնապատկերը, և Բալայանն է փորձում գնդակ խլել, Թմոյան, դեպի Բարոյան աչի եզր, և հետևեց արված, բայց դիպուկ չստացվեց, և պետք է սպասել իմը։ Մրցավարը դիտեց կրկնապատկերը և բնաց իր սկզբնական որոշմանը, որ ամեն դեպքում խախտում չկար։ Շարունակում ենք հետևել հանդիպման, Աղաջանյանը գնդակը կմտցնի խաղի մեջ։ Դեպի ձախ եզր հրաժարվեց փոխանցելուց և ուղարկեց առաջ Ղարիբյանը, շեղում է գնդակի ուղղությունը Շեկոյան։ Այո, Հարությունյանի պես արձակվողի առկայության պայմաններում շատ է լարվածությունը թիկունքում
եւ փորձում է անընդհատ կտրվել պաշտպաններից, երկու անգամ մեծ հաշվով ստացվել է, ճիշտ է, դա այդպես որպես այդպեսին շատ կտրվել չէր պաշտպաններից, Հարությունյանը այնտեղ խանատական բարձր վարպետություն էլ դրսևորեց, քանի որ ստիպված էր մնալ Շեկոյանի դեմ 1-1 այդ պայքարում եւ հաջող գործեց։ Իսկ պաշտպաններից կտրվելը հաճախ նաեւ լինում է այնպես, որ մնում են դարպասապա այդ 1-1-ի դեմ, այլ ոչ թե միայն պաշտպանի։ Դարփինյան կտրող փոխանցում առաջ դեպի Զաքիեզր, Որքի ծոթային փոխանցում առաջ տեսնենք, Թովմասյանը դուրս եկավ իր տեղից, տիրում է գնդակին, այսօր դարպասապա եւ ավակ Ադանայի փոխանցում դեպի Աչիեզր, Բարոյան, դեպի Տոփալ Քարաջյանը եւ եզրային նետում կլինի Ոսկանյանն է նետելու եզրից, Բալայանի հետ հաղարկեց գնդակը, Ոսկանյան, փոխանցում դեպի կենտրոն եւ վտանգավոր եւս մեկ փորձ հեռացնում են պաշտպանները, Տոփալ Կարաջյան ձախ եզրում է եւ շարժվում է առաջ այստեղ Ադանայի 10 համարը, ու հասցրեց Հարությունյանը գալու հեռացնել գնդակը, պաստորեն նաեւ հարցակմանն է օգտակար Հարությունյանը։ Լրացավ առաջին խաղակեսի համար հատկացված հիմնական ժամանակը, մրցավարի արդեն ավելացրած րոպեներն են ընթացքի մեջ, ձախ եզրից հետևեց փոխանցում, Մելքոնյանը վստահաբար գործում է պաշտպանությունում, հեռացնելով գնդակը եւ Հարությունյան փոխանցում դեպի Ոսկանյանը ձախ եզր, եւս մեկ գրոյի փորձ Վենեցիայից, գալիս է գնդակը դեպի կենտրոն եւ Թմոյանը հաջող գործեց այստեղ, ու Մելքոնյանը հեռացնում է եզրային նետում կտեսնենք։ 1 րոպե ավանաբար ավելացրած կլինի մրցավարը, մի փոքր առաջին խաղակես այլ է, դադարների հետ կապված, դուք դա գիտեք կարծում եմ, Պողոսյան եւ վերջ ավարտում է մրցավարը, առաջին խաղակեսը կարճ դադար։
Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք, շարունակում ենք հետևել Ադանա Վենեցիա մրցավեճին, երկրորդ խաղակեսին ենք արդեն հետևում ու տեսնենք այս կեսում ինչ են պատրաստել թիմերը։ 2-0 հաշվով Վենեցիան հաղթում է իր մրցակցին եւ բնականաբար կա ցանկություն խփելու երրորդ գնդակից Ադանայի մոտ կրճատելու հանդիպման հաշիվը։ Շեկյանն է, մանր քայլերով առաջ շարժվում, փոխանցում դեպի Պողոսյան, Նաչիեզար։ Եզրային նետում կլինի Ադանայի ֆուտբոլիստները կնետեն եզրից առաջին խաղակեսի մասին։ Շատ բան չկա ասելու իրականում Վենեցիան կարողանում է այն խնդրով, որով դուրս եկել խաղադաշտ արագ ապահովել, բնականաբար ավելի քան կարևոր է այսօր Վենեցիայի համար հաղթանակ Ադանային։ Բնականաբար ցանկության տեսանկյունից կա հաղթելու մեծ ցանկություն Ադանայի մոտ, բայց մրցաշարային աղյուսակում խնդիր ունի լուծելու Վենեցիան եւ հասել է եզրագծին, սա ֆինիշն է արդեն, որտեղ պետք է հաղթել եւ սպասել թե Եղվարդի բոլիդը ինչ կանի, եթե Եղվարդ հաղթի վաղվա խաղում, ապա կհռչակվի չեմպիոն։ Իր տուրի խաղում Եղվարդը վերջին հանդիպումն է անցկացնելու եւ Ղարիբյանը հիմա գնդակով է փոխանցում դեպի Թիմոյանը, բայց հանգնեցնել գնդակն այստեղ չստացվեց։ Վարպասապ Աղաջանյանն է ուժեղ փոխանցում կատարում առաջ։ Շեկոյան փոխանցում դեպի ձախ եզր եւ կորցրին գնդակը Ադանայի ֆուտբոլիստները Վենեցիան կնետի եզրից։ Դարփինյան աչի եզրում է։ Ղարիբյանը ընդհատեց գնդակի ճանապարհը, եզրային նետում կլինի։ Դավթյան, Բարոյանն է լավ գնդակ խլում, բայց նորից Հարությունյանը չգիտես որտեղից գալիս է եւ տիրում գնդակին փոխանցում Աչիեզեր դեպի Օսկանյանը հաջող փոխանցում ստացվեց։ Հաջող է գործում Օսկանյանն այստեղ մնում է գնդակով, հետևեց փոխանցում, որը ամեն դեպքում Շեկյանը փակում է։ Պետք է սպասել վնասված ստացած ֆուտբոլիստ կա մրցավարը դադար է վերցնում։ Կիրազյան ձախ եզրում է, գործում է պայել գնդակը, համար պայքար էր, բայց Դարփինյանը թույլ չտվեց տիրել գնդակին, հաջող պայքարեց եւ հետ է ուղարկում գնդակ Աղաջանյանին, որտեղ ավելի հանգիստ է իհարկե իրավիճակը, Բարոյան, լավ պրեսինգ էր գնացել, Մելքոնյան Գանային հրապարակում է եւ ապահով գործեց ու դեպի Ոսկանյանը ստացվեց հասցնել գնդակը Ղարիբյանն է հաջող գործում, Ոսկանյանը փորձում է ուղղել իր գնդակի կորուստը եւ եզրային նետում կլինի։ Արկեց գնդակը Ադանան, Բարոյան, Հարությունյան, պահում է գնդակը Հարությունյանը, լավ բացվեց Բալայանը, բայց լավ ուղղության փոխանցում չհետևեց։ Շեկոյան, փոխանցում առաջ եւ Դարփինյանը թողնում է գնդակը Դարպասապա Աղաջանյանին։ Չանցավ այս փոխանցումը, բայց նորից կարելի է փորձել, տալիս է Մխիթարյան այդ հնարավորությունը, Բալայան, Ոսկանյան, բայց գնդակը փոխանցում Էդվարդ Հարությունյանի ուղղությամբ, անդրադարձ Պողոսյանը փորձում է հեռացնել գնդակը Բարոյան, մնում է գնդակով Բարոյանը, Բալայան հաջող գործեց թիկունքից եւ դեպի ձախ եզրը պաշտպանության աչ եզր ներողություն տեղաշարժվեց Բալայանը, Կիրազյան, ձախ եզրում պայեց գնդակը Բարոյան, դեպի Թմոյանը, փոխանցում է, շատ չի գրում Ադանան, բայց առայժմ խոտանը շատ է, որոշակի դրվագներում, ինչը կոնկրետ խանգարում է այս պահին Ադանային հասնել լարվածության։ Այդ խոտանը նրանք պետք է գտնեն, բարդ է ասել կոնկրետ ինչը չի ստացվում, բայց շատ հնարավորություններ կան ամեն դեպքում, այնպես չէ, որ Վենեցիան ամբողջությամբ փակել է բոլոր հնարավորությունները։ Ոսկանյան պետք է պարզապես ըրկել եւ շարժվել առաջ Դավթյանն է։ Աչի եզրում տիրեց գնդակին, Շեկյանը փակում է եւ եզրային նետում կլինի։
Բալայան, աչի եզրում է, Բարոյանը փակում է։ Գնդակը մնում է Ադանայի մոտ, Կիրազյան։ Թմոյանն է գնդակով, փոխանցում ձախ եզր, այստեղից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, Մելքոնյանը հեռացրեց գնդակը ու եզրային նետում կլինի։ Ղարիբյան։ Գնդակով է Ղարիբյանը դեպի կենտրոն տեղաշարժվեց, Թմոյան, Կիրազյան։ Նորից Թմոյան դեպի ձախ եզր, Բարոյանը փորձում է հասնել գնդակին և ստացվեց դա անել։ Տեսնենք ինչ է մտածել օդային փոխանցում, արված էլ տեսնում ենք Ղարիբյանից, բայց Աղաջանյանի համար ավելի քան հեշտ գնդակ ստացվեց վերցնելու համար, Շարությունյան սպասում է խաղանկերներին, պահում է գնդակը և հեռվից փորձում ու Թովմասյանն իր տեղում էլ վերցրեց գնդակը։ Ազատ անկյուն էր տեսել, Հարությունյանը փորձեց գնդակն ուղարկել այնտեղ, բայց այդ անկյուն չուղարկեց, ավելի Թովմասյանի վրա ստացվեց հարվածը, Ղարիբյան աչի եզրում է, հետ է գլորում գնդակը Պողոսյանի ուղղությամբ, Ղարիբյան նորից մնաց գնդակով և կա խախտում, Մելքոնյանը դուրս էր եկել իր տեղից, տեխնիկական խախտման գնաց, այդպես անում են պաշտպաններն իհարկե, և սա ամեն դեպքում գրագետ որոշում էր այդ առումով, կարծում եմ Ղարիբյանն էլ դա կհասկանա, նայել է պաշտպան իհարկե և քանի որ Մելքոնյանը շատ հեռու էր արդեն իր դիրքից, նաև գրոհը հաշվի առնելով ստիպված էր այս խախտմանը գնալ։ Շեկոյանը Կիրասնի ստանդարտը աչի եզրից կա մրցավարի սուրիչը, օդային փոխանցում է հետևում և գնալու է Վենեցիան, արագ գրոհի Դավթյան, արագություն է զարգացնում Դավթյանը և տեսնենք ինչ է մտածել, չանցավ այս փոխանցումը, չստացվեց ավելի ճիշտ, ոչ թե չանցավ, քանի որ այլ բաներ մտածել Դավթյանը, Հարությունյան պահում է գնդակը, բայց Ադանայի ֆուտբոլիստները հեռացրեցին և ձախ եզրում է գնդակը, եզրային նետում կլինի, ես հիշեցնեմ, ովքեր նոր են միացել, որ այս հանդիպումը վերջինն է այս մրցաշրջանում և տարվա, նաև երկու թիմերի համար, առաջին դիվիզիոնը մոտենում է ավարտին, 25-րդ տուրն է արդեն վերջին հանդիպում այս թիմերի և դեռ առաջին դիվիզիոնի չեմպիոնի անունը պարզ չէ և դա միմիայն պարզ կդառնա Եղվարդի հետ խաղից հետո։ Եթե այսօր Վենեցիան չհաղթի իհարկե, բայց քիչ է շանսերը, որ Վենեցիան այսօր կպարտվի կամ ոչ ոքի կխաղա։ Մեծ է հավանականությունը, որ կհաղթի իհարկե, արդեն 2-0 է հանդիպման հաշիվը, բայց դեռ բավականին ժամանակ կա։ Այդ առումով պետք չէ շտապել Ոսկանյան։ Աչի եզրում հետևեց փոխանցում, Թովմասյանը դուրս է գալիս իր տեղից ու վերցնում գնդակը, կարող էր եզրափակել Վենեցիան ու վճռել հանդիպման ելքայից գրոհով, չստացվեց Բարոյան։ Ձախ եզրից փոխանցում, Դարփինյանը տիրում է գնդակին, բայց որքան էլ հուշեցին, որ Ղարիբյանը մոտենում է թիկունքից, չհասցրեց Դարփինյանն ազատվել գնդակից Բարոյան։ Ղարիբյան Տուգանային հրապարակում է և հետաքրքիր հարված էր, թիկունքով էր դարպասին և կիսաշրջադարձ կարելի է ասել։ Հարվածը հետևեց Շեկոյան, հեռացնում է գնդակը, այն գալիս է Դավթյանին, վերջինս երկար փոխանցում կատարեց, վատը չէր մտահղացումը, բայց ամեն դեպքում չստացվեց։ Բարոյան գնդակով է Ադանայի ֆուտբոլիստը ուղղայած փոխանցում առաջ և Աղաջանյանը տիրում է այստեղ գնդակի և նետում առաջ դեպի Դավթյանը, վերջինս թողնում է գնդակը Ոսկանյանին, աչի եզրում է Ոսկանյանը, Հարությունյան մնաց գնդակով Վենեցիան, Մելքոնյան, փոխանցում ձախ եզր, պահում են գնդակը Վենեցիայի ֆուտբոլիստները, բայց ստացվեց խլել Ադանայի մոտ Պողոսյանն է պրեսինգի գնացել, խախտում էլ նույնիսկ կար, բայց մրցավարը թույլ է տալիս շարունակել Հարությունյան, օդային փոխանցում դեպի Դավթյանը, ձախ եզր, նորից Դավթյան անդրադարձ եղավ, Շեկոյանի հետ 1-1-ի դեմ պայքարում է, բայց կորցրեց գնդակը ու արված դարպասից կլինի։ Խախտում է արձանագրում մրցավարն այստեղ։
Բարոյան Օրթային սա փոխանցում էր, այո, բայց ամեն դեպքում բարձր ստացվեց։ Աղաջանյան ուժեղ փոխանցում առաջ դեպի մրցակցի պաշտպանություն, այդ ինչ շատ լավ է անում Աղաջանյանն իհարկե եւ հարված ենք տեսնում ու շքեղ գոլ կարող էր լինել, զրկվում ենք ֆանտաստիկ գոլից իհարկե։ Այսակը զարդար էր իհարկե այս հանդիպումը ամբողջությամբ, Կիրազյանը պայքարի մեջ է, Բալայան, Մելքոնյանը ուժեղ փոխանցում կատարեց առաջ, դարպասապա Թովմասյանը տիրում է գնդակին այստեղ։ Ոսկանյան, Բարոյանը փորձում է գնդակ խլել, Թումոյանի ստացավ փոխանցումը, Կիրազյան, Հարությունյան, գլորում է գնդակը դեպի Հաչիեզր, Դավթյան, և Թումոյանը դեպի Հաչիեզր ուղարկեց գնդակը, Պիտարյան, հետևում է փորձ այստեղ, բայց փակում է պաշտպան ու եզրային նետում կլինի։ Կարիբյան, Հաչիեզրում ստացվում է պայել գնդակը, Մխիթարյան, Կարիբյան, դեպի ավելի կենտրոն փոխանցում հետևեց, Ոսկանյանը ուղարկում է գնդակը Դավթյանի ուղղությամբ Հաչիեզր, Դավթյան մնաց գնդակով, Հարությունյան, փոխանցում դեպի ձախ եզր, հետևեց հարված և չի ստացվում այսօր, շատ լավն են հարվածները, բայց դարպասի գրավում չկա։ Վենեցիայի ֆուտբոլիստի մոտ ձախ եզրից Բարոյանը մանր քայլերով շարժում է առաջ, օդային փոխանցում, Կարիբյանը տիրեց գնդակին, դեպի Մխիթարյանը, բայց չափազանց ուժեղ ստացվեց։ Այս փոխանցումը հասնել գնդակին հնարավոր չէր։ Աղաջանյանը կատարում է օդային փոխանցումը առաջ դեպի Հաչիեզր, Հարությունյան, թողեց գնդակը խաղանկերոջը, բայց խլում են Ադանայի ֆուտբոլիստները, ամեն դեպքում թույլ չտվեցին, Կիրազյան մեկը դեպի Ղարիբյանը ձախ եզր, մանր քայլերով շարժում է առաջ Ղարիբյանը, հետևեց փոխանցում, բայց չի ստացվում հասնել և արձագանքել այս գնդակին, իհարկե առաջնահերթ արձագանքել, որևէ գործողություն չհետևեց ու եզրից Վենեցիան կնետի։ Մելքոնյան չեն շտապում Վենեցիայի ֆուտբոլիստները, Ոսկանյան պահում է գնդակը ձախ եզրով և փորձում առաջ շարժվել Հարությունյան։ Հարությունյան պահում է գնդակն իր մոտ, ձախ եզրում է, հետևեց փոխանցում և դարպասապա Թովմասյանը առաջ է ուղարկում գնդակը Ղարիբյան դեպի Հաչիեզր, բայց հնարավոր չէր հասնել գնդակին, եզրային նետում կլինի։ Մելքոնյան թողնում է Աղաջանյանին գնդակը, բայց ռիսկի դիմեց դարպասապա և չի հասցնում ու գնդակը կհայտնվի ցանցում, այո, սխալն այսպիսի արժեք ունի և ստացվեց, ամեն դեպքում այսպես ստացվեց ու Ադանան կարողացավ կարճել, դա էլ պետք է նշել, իհարկե շատ արագ կարողացան արձագանքել ու գնդակն ուղարկել ցանցը, դա էլ է կարևոր, իհարկե միայն սխալվելը բավական չէ, պետք է նաև խաղել դրանից առավելագույնը և վնասվածք է ստացել դարպասապա, իհարկե սխալվում են բոլորը, դա ֆուտբոլի, սպորտի և նաև կյանքի իհարկե անբաժան մասն է, այնպես որ առանց սխալվելու չի լինի։ Պարզապես սա լրիվ այլ բնույթի խաղ է իհարկե և սխալն այստեղ ավելի ծանր արժեք ունի, ավելի ծանր կշիռ ունի և պետք է Վենեցիան բաց չթողնի և այս գոլը իհարկե կմոտիվացնի Ադանային, Ադանան էլ է ցանկանում տարվա վերջին խաղում հաղթել և Ադանային չի հետաքրքրում իհարկե մրցակցի խնդիրները,
եւ Ադանան իր միավորի համար է բնականաբար պայքարում, բայց Վենեցիան այս գոլից հետո կփորձի պարտադիր երրորդը խփել, իհարկե թեպետ չեն կարող թաքցնել այն, որ միջև այդ էլ 2-0-ի ժամանակ էլ ունեն ցանկություն երրորդ գոլի համար, բայց հիմա մի փոքր ինտենսիվություն ավելի շատ կլինի Վենեցիայի խաղում դեպի մրցակցի դարպաս Արությունյան հետևեց փոխանցում եւ Պողոսյանն է հեռացնում գնդակը դեպի ձախ եզր Արությունյան աջ եզրում կպայի գնդակ հետևեց փոխանցում, բայց դարպաս ապա Թովմասյանը վերցրեց գնդակը եւ Մխիթարյանի հետ է խաղարկում Վերջինս ձախ եզրով լավ առաջացավ եւ այս փոխանցում էր ստացվեց, բայց նորից գնդակով են Ադանայի ֆուտբոլիստները Ոսկանյանը առաջ է ուղարկում գնդակը եւս մեկ գրոհ կլինի Վենեցիայից Արությունյան պահում է գնդակն իր մոտ Արությունյանը 1-1-ի դեմ պայքար ուղիղ կենտրոնով է փորձում Թմոյանը դիմավորել է մրցակցին եւ կար խաղի կանոնների խախտում միշտ արձանագրում է հանդիպման մրցավարը Եվ տեսնենք ինչպես կստացվի ստանդարտը Արությունյանն է իրացնում, հետևեց Արված, Թովմասյանը հետ մղեց գնդակը, Մխիթարյան ձախ եզրում է, Ոսկանյանն է դիմավորել մրցակցին եւ հետևեց դեպի Ղարիբյանը փոխանցում, վերջինս արագություն է զարգացնում, ուղարկում է աջ եզր գնդակը Բարոյան, Մելքոնյանն է դիմավորել մրցակցին, Ղարիբյան, բայց այս պատխաղարկումը չանցավ, չստացվեց Արված դարպասից կլինի, Բարոյանը չգնաց ամեն դեպքում գնդակի հետևից Աղաջանյանը ուղարկում է գնդակը, աջ եզր, այստեղից անկյունագծով դեպի Ոսկանյանը, վերջինս պայեց գնդակը, Արությունյան, փոխանցում առաջ և Թովմասյանը դուրս եկավ իր տեղից, չհասցրեց ֆիքսել գնդակը, բայց խանգարել, ամեն դեպքում ստացվեց ու արվածում է Ոսկանյանը, բայց բարձր ստացվեց այս արվածը, դեպի աջ եզր, Բարոյան, ընդունել է գնդակը, Ադանան է գնում առաջ, բայց ուժեր են պետք արջևում, իհարկե 5 ֆուտբոլիստ Վենեցիայից է, 3-ն Ադանայից, բայց դասավորությունն էլ այստեղ իհարկե կապ ունի, գնդակի նաև հեռավորությունը, Ղարիբյան եւ Աղաջանյանը հեշտությամբ տիրում է գնդակին այս փոխանցումից հետո, չի շտապում դարպասապա, հետևեց ուժեղ փոխանցում առաջ, Շեկոյանն է ձախ եզրում Թմոյան թողեց գնդակը խաղընկերոջը նորից Շեկոյան դեպի աջ եզր, բայց հեռացված է գնդակը եզրային նետում կլինի Պողոսյան դեպի Թմոյանը նորից Պողոսյան աջ եզրում է Տոպալ Կարաջյան իջեցրեց գնդակը փոխանցում աջ եզր Պատասխան փոխանցումն էլ ստացվեց, Թմոյան արված եւ բարձր է ստացվում անկյունային կլինի ամեն դեպքում անդրադարձ կար։ Սա արդեն իհարկե շատ լուրջ է եւ Վենեցիան պետք է տրամադրվի, քանի որ այո, այս բային բնականաբար 70-30 է չեմպիոնության շանսերը մեծ հաշվով, բայց կարող է ընդհանրապես զրոյանալ։ Օդային փոխանցում։ Հեռացված է գնդակը։ Պողոսյան Այդ փոխանցում դեպի Թովմասյանը վերջինս առաջ ուղարկեց գնդակը Մելքոնյան հետ է փոխանցում եւ Աղաջանյանն տիրեց այստեղ գնդակին եւ հարված առաջ տիրում է գնդակին Մխիթարյանը եւ խլում կատարեց Վենեցիայի ֆուտբոլիստը փոխանցում ձախ եզր հետևում է եւս մեկ փոխանցում Արությունյան չստացվեց չնստեց գնդակը ոտքին Արությունյանի Ընթացքից փորձեց դա անել, լավ հնարավորություն ամեն դեպքում կար եւ մենք 5 րոպե ունենք մինչեւ հանդիպման հիմնական ժամանակի ավարտը։
Ադանան է գնացել առաջ, եւս 1 կրո կլինի Մխիթարյան։ Մխիթարյան, Ոսկանյանը խանգարում է մրցակցին եւ Դարփինյանը դեպի Հարությունյանը փոխանցեց, վերջինս լավ է իջեցնում գնդակը Շեկոյան եւ եզրից նետելու են Վենեցիայի ֆուտբոլիստները։ Ադանան ամեն դեպքում ընդհատեց մրցակցի այս փորձը։ Եվս մեկ եզրային նետում կլինի։ Դարփինյան փոխանցում դեպի Դարպասապա Աղաջանյանը։ Վերջինս առաջ է ուղարկում գնդակը դեպի ձախ եզր։ Բարոյան, լավն է փոխանցումը, Տոփալ Կարաջանաչ եզրում է Թմոյան դեպի Բարոյանը, վերջինս ընդունեց գնդակը, Թմոյանը արվածում է եւ ուղարկում գնդակը Դարպասը 2-2։ Այսպես Վենեցիան ծանր կացության մեջ է հայտնվում ամեն դեպքում։ Այս րոպեներին պետք է հիմա նետվել առաջ, այլ տարբերակ չկա, այսօր ոչ ոքին անթույլատրելի է ուղղակի եւ բարի ուղիղ իմաստով կզրկի Վենեցիային գոնե այն 30% չեմպիոնական շանսերից։ Երկու միավորը Եղվարդի հետ տարբերությունը եւ այսօր վերջին խաղի դեպքում կմնա ընդամենը 1 միավորի տարբերություն, այսինքն դե կարծում եմ պարզ է ինչ կկատարվի, Եղվարդը նույնիսկ կարող է հրաժարվել ներողություն իր վերջին խաղից արդեն։ Մխիթարյան, Բալայան հետևեց սարված Շեկոյանը փակում է եւ ձախ եզրից անկյունային կլինի։ Ահա տեսեք ինչպես է Վենեցիան միանգամից նետվել առաջ, Աղաջանյանը հարցնում է ժամանակը, բոլորը գնացել են առաջ, այո, շատ ափսոս կլինի, գոնե պետք է Եղվարդի չեմպիոնությամբ իհարկե ամեն ինչ որոշվի, եթե այդպես է լինելու, Շեկոյանը հեռացնում է գնդակը, կարծում եմ հասկացաք ինչի մասին է խոսքը, գոնե պետք է Վենեցիան այսօր հաղթի իր տեսանկյունից հոգեբանական իրավիճակի համար եւ արդեն Եղվարդն ինքն իր ճակատագիրը, այսպես ասած, կորոշի վերջին խաղում։ Տեսնենք ձախ եզրից անկյունային է լինելու։ Հարությունյանը կիրացնի օդային փոխանցում, ոչ այդքան բարձրից, Դարփինյանը մոտենում է, փորձեց հարվածել, բայց խախտել է կանոնները, թե ոչ դա հիմա այդքան էական չէ, որքան Թմոյանի առողջությունը, հուսանք որ լուրջ ոչինչ չկա։ Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք, Թմոյանի վնասվածքը լուրջ էր, նա այսօր ավարտում է հանդիպումը, չնայած որ շատ կարևոր գործ կատարեց Թմոյանը եւ միայն դրանից հետո փոխարինվեց, խփեց այն գոլը, որը հիմա ոչ ոքի է ապահովում Ադանայի համար։ Թովմասյանը դուրս էր եկել իր տեղից, բայց գործը նրան չհասավ, Պողոսյանը հեռացրեց ձախ եզրից անկյունային, Վենեցիան արդեն շտապում է եւ ինչ գոլ ենք տեսնում 3-2, ոյ քեզ արված Հարությունյանից եւ Վենեցիան նորից առաջ է անցնում հաշվի մեջ, շով կսպասեր իհարկե նման որոշման, ոչ ոք չսպասեց եւ ամենակարևոր ֆուտբոլիստով չսպասեց դա Ադանայի Դարպասապան էր եւ Վենեցիան 3-2 է դարձնում հանդիպման հաշիվը։ Այսա իհարկե առաջատարություն է
Եվ Հարությունյանը ցույց է տալիս իհարկե ինչ ֆուտբոլիստ է իր թիմի համար, հետ-թրիկ այսօր եւ սա ավելի քան կարևոր գոլ էր։ Հիմա էլ Ադանան է նետվում առաջ, բայց Վենեցիան արդեն կողպեքով կփակի պաշտպանությունն իհարկե, չգիտեմ ինչպես ասել, դարպասը հաստատ կդնի սեյֆի մեջ, որպեսզի ոչ ոք չկարողանա այն բացել, քանի որ սա շատ կարևոր է, արդեն ավելի քան մոտ էր Ադանան իհարկե ամեն ինչ որոշելու, վճռելու վերջին շաբաթում ԱՄՖ-ի այս տարվա, բայց Հարությունյանը դեմ էր այդ ամենին, բայց դեռ չշտապենք իհարկե ֆուտբոլում ոչինչ չպետք է բացառել։ Եվ եզրային նետում կլինի Ղարիբյան, աչքի եզրում է եւ Ադանան կորցրեց գնդակը, Վենեցիայի ֆուտբոլիստները կնետնեն, Ոսկանյանը կնետի, փորձում է սպանել խաղը Վենեցիան, դա ամբողջությամբ հասկանալի է, դա ամենաճիշտ լուծումն է հիմա, իհարկե, քանի որ Ադանան շատ ինտենսիվ է գնում մրցակցի վրա։ Շեկոյան փոխանցում դեպի Ղարիբյանը։ Վերջինս ուղարկեց առաջ գնդակը, դա Արփինյանը հեռացնում է, Ոսկանյանը պարզապես առաջ ուղարկեց, Շեկոյանը հեռացնում է եւ եզրային նետում կլինի։ 52-րդ րոպեն արդեն ավարտվել է, 3-րդ րոպեն է ավելացված ընթացքի մեջ, 5 րոպե մրցավարը փոխհատուցել։ 3 րոպե ունի Վենեցիան, Հարությունյանն է արվածում, բարձր ստացվեց, 3 րոպե ունի պահելու այս հանդիպման հաշիվը, իհարկե Ադանան էլ ցանկանում է գնալ առաջ, բնականաբար կփորձեն փրկել այս խաղը, տեսնենք, ոչինչ չհնարավոր չէ հիմա ասել, ամեն ինչ շատ անորոշ է։ Շեկոյան դեպի Բալայանը, ոչ կարող ենք ասել, որ Վենեցիան հաստատ անառիկ է պահելու դարպասը, ոչ էլ որ Ադանան կկարողանա խփել երրորդը։ Բարոյան պահում է գնդակը Բարոյանը, Բալայանը եկավ եւ շատ լավ ճնշմամբ խլեց գնդակը, Բալայանն էլ իհարկե դաշտի միջին գոտում թիմի անփոխարինելի խաղացողներից մեկն է։ Հարությունյան, Ղարիբյանը միջև վերջ փորձում է վերահսկել, Հարությունյանը պահեց գնդակն իր մոտ, լավ է շրջվում, բացում տարածություն, եւս մեկ անցում, հետևեց հարված, անդրադարձ ու անկյունային կլինի։ Բայց Հարությունյանի որոշումը եւ հարվածն իհարկե իսկական, այսպես ասած, առաջատարությունը հաստատեց եւ կնքեց այն, որ Հարությունյանի իհարկե գլխավոր գործոնն է Վենեցիայի, բայց ամբողջ թիմի մասին էլ կարելի է խոսել, Վենեցիան երկրորդ հատվածում անկասկած իդեալական ֆուտբոլ խաղաց, ոչ թե այս խաղի, այլ առաջնության, հետևում է նոթային փոխանցում, Ղարիբյանը հասցրեց հեռացնել գնդակը, Բարոյան փոխանցում դեպի ձախ եզր, Թոփալ Կարաջյան, այո, ամեն դեպքում Վենեցիայի ցույց տված ֆուտբոլը կարող ենք ասել, որ չեմպիոնի խաղին նման ֆուտբոլ էր, բայց Եղվարդին պետք է պարտադիր նշել իհարկե։ Շեկոյանն է խաղարկում գնդակը, Թոփալ Կարաջյան, Ոսկանյանն է այստեղ տիրում գնդակին եւ ուղարկում այն առաջ Շեկոյան, բայց երկու մենք շատ հզոր թիմ ունենք առաջնությունում, կոնկրետ չեմպիոնության պայքարի մասին կարող ենք նշել, բայց առաջին դիվիզիոնը էլ ավելի շատ տպավորեց իհարկե մեզ մեր թիմերով, Ադանա, ԼՂՀ իհարկե, այս թիմերն էլ առաջատարների դեմ շատ լավ ֆուտբոլ են խաղացել, կարող ենք հիշել Լիվերպուլին, Բավարիային իհարկե, Արգավանդին, շատ ուժեղ թիմեր, իսկապես հզոր պայքար տեսանք առաջին դիվիզիոնում եւ ամեն ինչ դեռ շարունակվում է, նույնիսկ վերջին տուրում միջև վերջ Թոփալ Կարաջյան ընթացքից է արվածում, բայց չստացվեց։ Միջև վերջ պայքար ընթանում է իհարկե եւ եթե ամեն ինչ ճիշտ է, ապա 20 վայրկյան է մնացել։ Այս հանդիպման ավարտին տարի փակում է Վենեցիան կարծես թե հաղթանակով, բայց գլխավոր ճակատամարտում կարծես թե քիչ են շանսերը հաղթելու, դա Եղվարդի դեմ չեմպիոնությունն է։ Գլխավոր հարցը դա է մնացել, անդադար դա պետք է նշել ու կրկնել, քանի որ այլ ինտրիգ մենք չունենք։
Կա մրցավարի Սուլիչը, Շեկոյան, փոխանցում առաջ Կիրեզյան եւ վերջ ավարտված է հանդիպումը Վենեցիան տարին փակում է հաղթանակով, բայց ինչպես նշեցի քիչ առաջ գլխավոր ճակատամարտում ու դիմակայությունում հարցը դեռ անորոշ է, մենք կվերադառնանք քիչ անց։